քիչ այդ բանի մասով ուղղակի Նարեկի, հա, Սամսոնյան Նարեկի հացադուլի հետ կապված չէ, վերակնիչի որոշումից հետո մի քիչ ավելի այսպես, եթե թույլ կտա Մելիքյանը, մի քիչ ավելի բան բացատրենք, հա, ինչի մասին է խոսքը։ Փաստորեն վերակնիչ դատարանն ասեց, որ դերևս այն ամենասկզբից կալանք տալը, կալանքը սխալ է եղել, պիտի դներ տնային կալանք։ Այսինքն հիմա դատավորը, որպեսզի ավելի հասկանալի լինի, պիտի քններ ըստ էության ոչ թե կալանքը երկարացնելու հարցը, որովհետև կալանքը արդեն ասվել է, որ սխալ է, չէր կարա լինի, այլ տնային կալանքը երկարացնելու հարցը։ Սա ես ոչ թե իրավաբանական ձևակերպում եմ անում, այլ ավելի լայն հասկանալի լինելու համար։ Այսինքն ինքը էության մեջ պիտի դներ տնային կալանքը երկարացնելու կամ փոփոխելու հարցը։ Ու իմ համար, չգիտեմ, այս ամեն ինչ աբսուրդ էր, իրավաբանությունից դուրս էր, թե ոնց կարա այս պայմաններում կալանք երկարացվի։ Այսինքն ստորադասվել է մյուս դատարանի որոշումը, պես է ստացվում։ Մի կողմից էլ ստացվում է, որ դատարանը վերադաս ասել է, որ խախտել է, այն ժամանակ հիմա այս դատավորը նորից խախտեց նույն կերպ։ Բան ուզեի ավելացնել հացադուլի հետ կապված, անկեղծ ասեմ, Նարեկի տեսակցության ժամանակ ինքը ուղիղ ասել էր, որ ես պատրաստվում եմ այս քայլին դիմել, ես չէի քննարկել, որովհետև ենթադրում էի, որ ինչպես նշեց Բաբայանը, որ վերաքննիչի որոշումից հետո ուղղակի կարելի է բացառելի համարել բանտային կալանքի շարունակվելը, բայց շատ հաստատակամ է Նարեկ Սամսոնյանի իր որոշման մեջ, դա նշանակում է, որ նրան պետք է առանձնացնեն, առանձին պահեն եւ սա քաղաքական դիրքորոշում է այս խախտարակությանը։ Ես հարգանքով պարտավոր եմ հարգանքով վերաբերել, բնականաբար ցանկալի բան չի, բայց ես պարտավոր եմ հարգանքով վերաբերել այսքանը։ Փաստաբան Բաբայան